Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատը արձակուրդներից անմիջապես հետո քննարկելու է օրինագիծ, որը ըստ էության պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի նկատմամբ։ Օրենքի ընդունման հավանականությունը փորձագետները բարձր են գնահատում։ Շարունակենք թեման Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ օրենքի մասին է խոսքը։ Խոսքը այժմ արդեն հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեմի նախաձեռնած օրինագծի մասին է։ Ինքը Գրեմը այդ փաստաթուղթը անվանում էր Ռուսաստանի դեմ դժոխային պատժամիջոցների մասին օրինագիծ, բայց իրականում այն ենթադրում է պատժամիջոցներ այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են Ռուսաստանից գազ և նավթ ձեռք բերել։ Անցած շաբաթ այդ օրենքը ընդունեց Սենատը, խորհրդարանի վերին պալատը, 86 կողմ 11 դեմ ձայն հարաբերակցությամբ խորհրդարանական արձակուրդներից հետո ստորին պալատը այն կքննարկի, հավանաբար նույնպես կընդունի, որից հետո արդեն փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահը։ Հետևյալ պատժամիջոցներն է ենթադրում փաստաթուղթը։ Նախ ամերիկյան ներդրումների սահմանափակում և երկրորդը այդ երկրների հետ ամերիկյան առևտրում մաքսատուրքերի կրկնապատկում, այսինքն բավական լուրջ տնտեսական հետևանքները այդ ամենը ունենալու, բայց ինչն է հետաքրքիր։ Օրինագծում չեն հիշատակվում կոնկրետ այն երկրները, որոնց վրա պետք է տարածվեն այս ամերիկյան պատժամիջոցները։ Հետևյալ կերպ է ձևակերպված, որ ամեն տարի լիազորված ներկայացուցիչը պետք է վերլուծի և պարզի, թե անցած տարվա ընթացքում որ պետություններն են մտնում Ռուսաստանից ամենաշատ գազ և նավթ գնած պետությունների հնգյակի մեջ, և այդ 5 պետությունների նկատմամբ պետք է գործեն ամերիկյան պատժամիջոցները։ Ուրեմն այդ 5 պետությունները, եթե հաշվի առնենք վերջին ամիսները, վերջին տարիները, հետևյալ երկրներն են՝ Չինաստան, Հնդկաստան, Սլովակիա, Հունգարիա և Ադրբեջան։ Ընդ որում ևս մի հետաքրքիր հանգամանք, այդ օրենքը ըստ էության հետադարձ ուժ ունի, այսինքն եթե անգամ այսօր Ադրբեջանը դադարի և այլևս նավթ և գազ ձեռք չբերի Ռուսաստանից, միևնույն է այն պատժվելու է, քանի որ օրենքում ասվում է, որ վերջին 12 ամսվա ընթացքում գազ և նավթ գնաց պետությունների դեմ է լինելու այդ օրենքը։ Այսինքն Լինդսի Գրեմը գրելով այդ իր օրինագիծը իհարկե շատ հստակ գիտակցում էր, որ այդ 5-րդ պետությունը, որին նկատի ունի Ադրբեջանն է և արել է դա գիտակցաբար նկատի ունենալով հենց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ Ընդգծեմ, որ իշխող հանրապետական կուսակցության սենատորները գրեթե ողջ կազմով կողմ են քվեարկել այս օրինագծին և Սպիտակ տունը նույնպես որոշ մանրուքներ ճշտելուց հետո հավանություն է տվել այս փաստաթղթի ընդունմանը։ Այսինքն կարող ենք ասել, որ այս փաստաթուղթը ոչ միայն համաձայնվեցված է Սպիտակ տան հետ, այլ հենց Սպիտակ տան վարած քաղաքականության դրսևորումներից մեկն է։ Բնական է, պետք է հարցնեմ Բաքուն ինչպես է արձագանքել, ինչպես է մեկնաբանում։ Բաքվում շարունակում են ձև անել, որ չեն գիտակցում, որ այդ օրենքը իրենց դեմ է, ադրբեջանական մամուլը լռում է, որևէ գնահատական չի տալիս այս երևույթին։ Եթե այդ պատժամիջոցները իսկապես գործեն Ադրբեջանի դեմ, դա լրջագույն հարված կլինի ոչ միայն ադրբեջանական տնտեսությանը, այլ նաև Իլհամ Ալիևին անձամբ։ Տես հետաքրքիր է, չէ՞, մի կողմից Վաշինգտոնում հայտարարում են, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր դարաշրջան են սկսում և Դոնալդ Թրամփը Իլհամ Ալիևին գրառում է ուղում, որում հավաստիացնում է իր եղբայրական հարաբերությունների մեջ և գրում է Իլհամ դու հիասքանչ ես, բայց մյուս կողմից արտոնում է մի փաստաթղթի ընդունում, որը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն է ստեղծում։ Եվ այս երկակիությունը ինչպես հասկանանք։ Տես շատ հետաքրքիր մի հանգամանք կա։ Այդ օրենքում ասվում է, որ նախագահը իրավունք ունի անձամբ որոշել և ժամանակավոր վետո կիրառել կոնկրետ երկրի նկատմամբ այդ պատժամիջոցը կիրառելու հարցում։ Այսինքն այդ օրենքի 115-րդ հոդվածում ասվում է, որ այսպես անգամ հասցեական որոշում կարող է կայացնել նախագահ։ Օրինակ, այդ 5 պետություններից 4-ի նկատմամբ կիրառել պատժամիջոցը, իսկ մեկին չկիրառել, եթե դա բխում է Միացյալ Նահանգների ազգային
ազգային շահերից։ Եվ հավանականությունը, որ հենց Ադրբեջանի նկատմամբ Դոնալդ Թրամփը կօգտվի այս հնարավորությունից եւ կվերացնի այդ սահմանափակումը կիրառելու պարտադրանքը շատ մեծ է։ Այսինքն հավանաբար գործելու է նույն այն քաղաքական մեխանիզմը, որը այժմ գործում է հայտնի 907 ուղման դեպքում, որը նույնպես Ադրբեջանի դեմ պատժամիջոց է ենթադրում։ Ամեն տարի նախագահը դիմում է կոնգրեսին, հավաստիացնում է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցները կհակասեն Միացյալ Նահանգների ազգային շահին, ուստի սառեցնում է այդ պատժամիջոցի գործողությունը 1 տարով։ Նույնը հավանաբար կլինի նաև Լինսի Գրեմի նախաձեռնած օրենքի դեպքում։ Այսինքն Դոնալդ Թրամփի համար այս օրենքը լինելու է Իլհամ Ալիևի վրա ազդելու հերթական լծակը։ Չէ՞ որ եթե ինչ որ մի տարի Ալիևի պահվածքը Թրամփի դուրը չգա, նա կարող է վերականգնել այդ պատժամիջոցի գործողությունը։ Այսինքն սա լրջագույն գործիք է, որը կարծում եմ նաև ինչ որ չափով բխում է նաև մեր շահերից, քանի որ մեր ձեռնտու է, որ Թրամփը ունենա Ալիևին զսպելու լծակներ եւ նրան պարտադրելու լծակներ, որպեսզի նա կատարի բոլոր այն պարտավորությունները, որը ստանձնել է Հայաստանի առջև հենց նրա Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Շնորհակալություն, Արտյոմ։